Հարկադրությամբ զանգել են պաշտպանության նախարարության օգնականը, որ բան անի։ Վիգեն Սարգսյանը շաբաթ օրը 11:20 պակաս մեզ պիտի ընդունի։ Դատախազը դες երկու ծնողի չի ընդունել։ Հա, դատախազ։ Որ խոստացել էր, որ 5 ծնողի պետք է ընդունի, 2-ի դեռ չի ընդունել։ Տիկին Անահիտին, Արայիկ Ավետիսյանի մորը եւ Մուրադյան Հովսեփեց Արման Մուրադյանը։ Ձեզ ընդունել է, հա։ Մեզ Եվ ինչ առաջընթաց, ինչ եք Առաջինը ինձ խոսել։ ընդունել, ես ասեմ, խոստացած գործը կասեցումից կհանի, իհարկե լսելով քրեական գործից հանածին բոլոր հակասությունները, ինչքանով որ ես ծանոթ եմ այդ հակասությունները եւ լսելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասեց, որ այո, լիքը բացթողումներ կան քննիչի կողմից, կասեցումից գործը խոստանում եմ կհանենք, կվերցնենք, քննություն կգնա եւ ասեցի, բա այդ քննիչին ոչ մի բան չի հասնում, պատիժ չի հասնում դրա համար եւ հետս բարձրացել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ինքն էլ նույնպես հարցրեց գլխավոր դատախազին, իսկ քննիչներին դա հասնում է, ասեց իհարկե հասնում է, եթե խախտումներ են արել, դե դուք գլխավոր դատախազը ինքը տեսավ եւ հասկացավ, լսելով ինքը ասեց, այո, լիքը բացթողումներ կան քննիչի կողմից, երբ որ ես ասեցի, իսկ այդ բացթողումները օրինակ իմ տղայիս կոշիկները, որ կարևոր իրեղեն ապացույցա գործի մեջ եւ ինքը ոչնչացրել է։ Իր կոշիկները գոյություն չունեն զինվորական կոշիկների իմ տղայի։ Ասում եմ, դա կարանք մենք վերականգնենք, երբ որ կասեցումից հանեք գործը վերցնենք, մենք դա կարանք վերականգնենք հետքերը, ասեց ոչ։ Համազգեստը, որ տակ-տակ հանել են երեխուս վրայից երեխուս մերկ են լղի բերել, որ քննիչին ամուսինս հարց ա տվել, բա ուր ա իմ երեխու շորերը, չեք տկլոր բերել, ասել ա, գիտեք Ազատ ջան, հետի հանել եք, որ թարմը հետքի վերցնենք, քանի թարմը հետքերը վերցնենք, որ ապացույցներ ունենան, եւ 5 ամիս հագած տենց տոպրակների մեջ, համազգեստը փորձաքննության չի ենթարկել քննիչը, Արման Ապրեսյանը Ղարաբաղի քննիչը առաջին։ Դրանից հետո մեր բազմաթիվ բողոքներից հետո 6-րդ ամսվա մեջ նոր բացել են այդ տոպրակները, արդեն որփոզնած վիճակում է։ Այսինքն սրանք հարցեր են, որ պետք է հիմա լուծում տրվի, բայց դուք ուրիշ չունեք ոնց որ, հա, որ անդրադարձ։ Այդ հարցերը պետք է ինչքան ժամանակում, արդեն հեսա մարտի 15-ին իմ տղայի սպանության 7 տարի կլռանա, ու մինչև այսօր մեղավորները պատժված չեն, այսինքն հիմա նոր իրանք պիտի հետքեր վերցնեն եւ գլխավոր դատախազը ասեց ոչ, համազգեստի վրայից էլ չենք կարայել հետքեր վերցնենք, կոշիկները գոյություն չունեն, բա կարևոր իրեղեն ապացույցները, որ ոչնչացրել են, կարևոր հետքերը ոչնչացրել են, որն ա լինելու Նույնը ձեզ հետ է եղել։ 10 տարի, արդեն 10 տարի է, ես այդ նույն հարցը տվել եմ, ասել եմ դուք 10 տարի հետո 16-19 հատել գործը, կազմե դրել եք ձեր կողքը, դուք պարծենում եք, որ դրան ծանոթացել եք, այդ ծանոթությունից հետո, դուք 10 տարի հետո ելք տեսնում եք քրեական գործը։ Այս հանդիպմանն եք ասել։ Իհարկե, Ինչ ասաց։ այդքան բացթողումները, այդքան 100%-անոց քրեական գործը կեղծել են։ Ու ասենք, ես ասում եմ, ինձ միայն մի հարց է հետաքրքրում, պարոն Դավթյան, եթե դուք արդարություն եք ուզում, վերականգնեք այս Հայաստանի Հանրապետությունում, այն 3 դատախազները փչացրեցին մեր երեխեքի քրեական գործերը, ոտքեցին, բերեցին, սարքեցին 19 հատոր, դրեցին կողքը, դու դրանից հետո ելք տեսնում եք։ Ինչ ասել։ Դե տիկին Սարգսյան 10 տարի հետո այս ինչ ելք կարող եմ տեսնում, խելացիկին եք ասում, դուք տեսնում եք, որ ես տեսնում, խնդրում, էլ ինչ առաջընթաց եմ պահանջում սրանցից, վերականգնեցին նորից գործը քննության տարան, 6 ամիս է անցել, ինչ քննություն են արել, ոչ մի, ինչ առաջընթաց պիտի լինի այս դատախազությունից, կոնկրետ մեր գործով, եթե ինչ-որ մի բան ուզենար անել գլխավոր դատախազը, ինքը արդեն 3-րդ ամիսն է գործը կասեցումից կամել է, արդեն գոնե քննիչին պետք է պատասխանատվության ենթարկեին, քրեական պատասխանատվության, որովհետև ամբողջ այս զինվորական սպանության գործը ինքը կոծկել է, տարել է փակուղի։ Ես գետը քննիչները ում են ենթարկում,